Հերմինե դիալոգի հյուրերն էին Լուիզա Ներսիսյանը և Լիլիթ Թոխածյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Հիմա բոլորը անհանգստացած են Հրանտ Թոխածյանի առողջությունից, Լուիզա Ներսիսյանը խոսեց այս մասին։ Հրանտի վիճակը շատ դրական է, նույնիսկ արդեն անցնում է աշխատանքի, շատ ուրախալի լուր։ Խոսք եղավ մայր ու աղջիկ հարաբերություններից, Լուիզան նշեց. «Ինչ-որ մի նախադասությունից ես կարող եմ հասկանալ իրա առօրյան, նենց ա որ ինքը լիքը բաներ ինձանից թաքցնում ա։ Ես էլ ինչ-որ բաներ գիտեմ, բայց դրանք չեմ ակցենտավորում և դրանց մասին զրույց չեմ տանում։ Մենք հետո ուրիշ թեմայի մասին զրուցելով գալիս ենք այդ թեմային, որը ես գիտեմ, բայց իբր թե չգիտեմ»։ Ինչն է կապում Լուիզա Ներսիսյան մայրիկին ու իր աղջկան։ Լուիզան կարծում է՝ միգուցե մասնագիտական նույն հետաքրքրությունները։ Իսկ խանդի և նախանձի մասին խոսելով Լիլիթը նշեց. «Ոչ թե խանդ, այլ իրականում հպարտ նախանձ։ Հասարակ բան եմ ասում, երբ ինքն իմ ընկերների հետ ա շփվում, հասկանում եմ, որ մտերիմ ա։ Ես դե ինձ կողքից չեմ տեսնում, որ իրա մտերմությունն եմ տեսնում, ասում եմ՝ էս ինչ հավես ա շփվում, էս ինչ հպարտ եմ, բայց նախանձում եմ»։ Լուիզա Ներսիսյանը վերջերս ապրել սիրելով հաղորդման հյուրն էր։ Star News-ը հաղորդումից առանձնացրել է հետաքրքիր մասեր։ Լինելով այն քիչ մայրիկներից, ով իր երեխայի հետ ընկերություն է անում, պատասխանեց ինչպիսին է ընկերության պտուղները հարցին։ Ընկերություն չի նշանակում ամենաթողություն։ Հարց ու պատասխանի միջոցով պարզել իրավիճակը և ոչ թե պարզապես որպես ծնող արգելքներ դնել։ Դրա մասին է խոսքը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր անհատ և անկախ տարիքից իր հետ պետք է վերաբերվես որպես անհատի։ Եթե հարգանքը լինում է, հետագայում բումերանգի պես վերադառնալու է քեզ։ Լուիզա Ներսիսյանը խոսելով Հրանտ Թոխածյանի և դստեր հարաբերությունների մասին ասաց. «Հայրիկի հետ հարաբերություններն էլ նույնն են, ընկերական, շատ ազատ, հանգիստ հարաբերություններ են։ Մեր տանը երբեք չի եղել բարձր ձայնով գոռալ, իրար որևէ բան բացատրել։ Անցյալ, ներկա և ապագա, Լուիզայի մոտեցումն ինչպիսինն է։ Ես ետ նայել չեմ սիրում, սիրում եմ առաջ քայլել, վերլուծում ես անցյալը, ինչ-որ սխալներ ու ճիշտ ես քեզ համար արձանագրում, որպեսզի առաջ նայես և շարժվես առաջ։ Շատ առաջ էլ չեմ սիրում նայել, սիրում եմ ներկան վայելել։ Այսինքն ներկայի ակնթարթի պարգևած բոլոր մինիմալ հաճույքները քաղեմ ու շարժվեմ առաջ։ Քննադատություններին և վատ մեկնաբանություններին ինչպես է վերաբերվում։ Կոմենտները ես քննադատություն չեմ համարում, դա ուղղակի պարապ մարդկանց համար ժամանց է։ Միշտ այդ վատ կոմենտների պատճառահետևանքային կապը չես գտնում, ուղղակի վիրավորել և անցել են։ Դա ներքին խնդիրներից է գալիս, դրա համար լուրջ չեմ վերաբերվում ու անտեսում եմ։ Ու տարբերակ կա։ Մեկը այստեղից թռնում ենք, երկրորդը աստիճաններով կամված իջնում ենք, տխուր գնում ենք։ Հիմա որ մեկը։ Մենք ընտրեցինք երրորդ տարբերակը։ Լիլիթին թողնում եմ այստեղ, ես գնում եմ փողը բերում եմ։ Այստեղ երրորդ տարբերակը։ Ընտրեցինք երրորդ տարբերակը, Լուիզային թողնում ենք այստեղ, ու ես գնում եմ համաճ։ Մաման թողեց ինձ այստեղ, գրած հյուրանոց գումարը բերելու։ Սպասում ենք։ Մաման արդեն մի ժամա գնացել է, ու ես հենց դեռ պարզեցի, որ հյուրանոցի բանալին իմ մոտ է։ Լիջան, բանալին թողել էի դուր։ Շուտ կգաս։ Հա։ Ինչի այդքան ուշացար։ Լիջան, դե մինչև տաքսի բռնեցի, գնացի հյուրանոց հետ եկա, երկար տևեց։ Բասա։ Ասա լավ անեկդոտ է։ Սիրուն աղջիկ ես ես ինչ գրահիք ծիծաղեր։ Խնդրեմ, կանչել եմ ձայնագրման, ինչերով են զբաղված։ Ապրել է ուզում, բայց ես մոռացա։ Տեքստերդ կրկնի։ Կրկնել ես։ Եվ վերջացնենք այսօրվա ձայնագրությունը։
Այգերի գոլեգաներ, դերասանական անձնակազմ, ոճային Կարեն Ամյանը։ Ինքս եմ իմացած այս օրերությամբ ամենաոճային ռեժիսորներից է։ Մենք այսօր հաստատում ենք նոր նախագծի 16 մասանոց ժամանցային ինֆորմացիոն, ինչու՞ չէ նաև դաստիարակչական ֆիլմ։ Այսօր առաջին նկարահանումը անանորն է եւ տորթի կտրմամբ ազդարարում եմ նկարահանումների սկիզբը բարձր ծափարությունների։ Առաջին կտորը հարց եւ փակի պետք է գտնենք ով է հարցը եւ տեսա։ Ուտեմ քեզ։ Պրեմիերայ։ Thank you։ Եվոլեք։ Ջան, պրեմիերայ քեզ։ Պրեմիերայ։ Չէ որ գրիմանոցն է։ Բոլոր պաչում են Լիլիթին։ Որովհետև Լիլիթը աշխարհի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն է։ Մի հատ ինձ պաչի, մի հատ ինձ պաչի։ Ինձ պաչի։ Որ այսօր խաղացիր ներկայացում։ Սենը դու ինձ շնորհավոր ես։ Այսօր ավետներ խաղացի, շնորհավորում եմ ավետին։ Հերթական անգամ։ Вообще շալերում դավիճ։ Ապա հիմա այսօր կտրեմ այս մասը Լիլիթյան, բայց չեմ կտրի։ Ներկայացումն է, եկեք պատիվ շնչանեք, հա, թավեր է, որ շատ նոր եք էլ ես թատրոն։ Լիջան։ Are you ready? Yes, I do. You look so cute. You too. Որ մի քանի րոպեից կլինենք բեմում։ Ողբում արա։ Մանուշա, հա։ Ես այդպես Ես ապել պատրաստ եմ։ Իրան, Չես Վիկա, խմում, բրո։ Ջուլիետ։ Ֆոտո չի, վիդեո։ Ջուլիետի կինը։ Ջուլիետի իրական կինը։ Խոր։ Ինչի մասին է այս քորին։ Ոչ մի բան, ինչպես միշտ։ Ավելի լավ է տենց։ Հավուկում մոզուր։ Բայց չերևա էլի, նենց հավաքչով չերևա։ Սեկունդը։ Եկեք, հիմա փորձենք։ Լավ։ Մանջանք